Դե ասեցի պահանջել են դրա համար վիճաբանությունա գնաց է, բայց բոլոր դեպքերում իրանց սեփական գիզնա ոնց ուզում են այդպես են աշխատում։ Իսկ մինչև ժամանակվանից է աշխատում, օրինակ պայմանագրի կետեր կարդաց։ Պայմանագրի կետերը մինչև 7-ից առավոտյան, երեկոյան մինչև 10-ը պետք է աշխատի, որը չի աշխատում։ Մեկ։ Դե հստակ է ժամ չեն ֆիքսել, ես ամեն օրյա մինչև 2 ժամը դες 7-ին 8-ին էլ տրանսպորտ չի լինում, 8-ից այդ կարգի։ Դա առաջին, երկրորդն էլ այդ նույն տրանսպորտը չի բավարարում, Ազի ջան, այս մեր հասարակի համար ես նոր ասեցի, ահա որ շատ են, ազգաբնակությունները շատ են, այդ գազելները ընդհանրապես չի բավարարում։ Մի ավտոբուսը որ գալիս էր, մի աստանովքում կանգնում էր, 2 գազելի պասաժիր էին իջնում մի աստանովքում։ Պատկերացնում եք ինչքան ժողովուրդ են։ Դա գազելիստը չի աշխատի, մենք ոչ մեկի դեմ ոչ մի բան չունենք։ Ուղղակի մենք պահանջում ենք մեր հերթական օրինական օրենքները, մեր որ ազգաբնակությունը օգտվի ամեն ինչից, չխեցկվի եւ խեցկվելով չմնա դուրս։ Դա ընդամենը։ Բացի դել ֆինանսական բեռը, քասախսու վզին ֆինանսական բեռ են փաթաթում։ Պատկերացնում եք, եթե մի ընտանիքում, օրինակ հենց իմ ընտանիքը, 7 հոգանոց ընտանիքը, որից 5 հոգին Շահումյան շրջանի վրա են աշխատում ու սովորում։ Դուք պատկերացրեք, 5 հոգին 700 մետրը 5 հոգին իջնեն 750 դրամ, չէ՞։ Այդ 5 հոգին նորից հետ գալու 750 դրամ, դարավ 1500 դրամ, 1500 դրամ, թոշակառու մարդ, աշխատանք կա, աշխատում են, բայց ոչ ես իմ ինչ մեծ փողերի հետ են խաղում։ Եթե տեղը պետք է ես 1500 դրամ տամ, ուստի այդ նույն տրանսպորտը 59-ը, որը որ գալիս է վերջի ուղևորը իջնում է ստեսը կնայեք, վերջի ուղևորը 4 կիլոմետր բարձանում է առանց ուղևորի, 4 կիլոմետր իջնում է առանց ուղևորի, ընդամենը 700 մետրի վրա մարդիկ սպասում են, ուղևորը սպասում է, չէ որ ուղևորի բարձով ես դու մեքենա գնում, ուղևորի տված բանով ես, ուղևորը սպասում է, իսկ այդ մեքենան դատարկ գնում գալիս է, ինչի համար, ես ում խաղերն է, մենք չեն կարում հասկանում։ Հետո բացի այդ, 59 համարը, երբ որ բարձանում էր քասախ, մարդիկ փաթեթներից սկսեցին օգտվել։ Առան մի ամսվա, առան 5 ամսվա, առան 6 ամսվա, առան մի տարվա փաթեթ։ Ու այդ փաթեթները վճարվել է արդեն։ Բայց դրա համար եւ ստարիշնի պետքա ստեղից վճարի գա հասնի, որ այդ փաթեթից կարանա օգտվի։ Երևանցին կարա ամբողջ քաղաքով այդ փաթեթով մանգա, իսկ քասախսու վզին միանգամից փաթաթում են օրը 1500 դրամ։ Օրը 1500 դրամ, իմ նման շատ ընտանիքներ կան։ Իսկ եթե դա գումար ես են տված փողին, ոչ թե դառնում է 60,000 դրամ 6 ամսվանա, այլ դառնում է 130,000 դվայնոյ։ Այդ ոնց եղավ, որ քասախսու բանը թանկացել է, մենակ քասախսու վզին է նստել այդ բեռը, ինչի համար, ում համար։ Ես պրոստը խնդրեի, որ այդ հարցը մի հատ պարզաբանեին, թե լավ է տրանսպորտը դատարկ շարժվի, թե ասենք մի 700 մետր բարձանա։ Ընդամենը Երևանից էլ 300 մետր ենք հեռու։ Օգտվել եք ֆունդի տրանսֆերի առաջարկած տրանսպորտային միջոցով։
Ոչ, դեռևս չեմ օգտվել, չեմ էլ օգտվելու։ Ես միասնական քարտ եմ գնել, հա, ինչի համար պետք է մի հատ էլ վճարեմ մուլտիտրանսի գազելներին։ Ասենք ես այս քարտին 9000 դրամ վճարել եմ, որ եթե պիտի լիներ այդպես, թողանենց անեին ընդհանրապես ավտոբուս չմտնեն, ժողովրդին մուլտիտրանսի գազելը ընդհանրապես նստելու բան չի։ Նախ շատ շոկ է, ես առողջական խնդիրներ ունեմ, այդ օդը ինձ չի հերիքում, ես չեմ կարող նստեմ։ Դե էլ իմաստը որն է, որ էլ ավել բան խոսամ։ Չէ, չեմ նստելու, չեմ նստել, չեմ էլ նստելու։ Իջնում եմ ճանապարհներ անցնելուց, ավտոները անցնելուց, մի հատ էլ նենց է սիգնալ են տալիս, որ կանգնեք անցնենք, եթե ոչ մի բան չեն ապահովել, ես պիտի վազելով անցնեմ, հիմա կընկնեմ ավտոյի տակ, թե կարողանամ կանցնեմ, դա թող իրանք մտածեն, ինչ կլինի։ Ես մի քանի հոգի իջնում եմ, մարդիկ կանգնած են, վախենում են կանցնենք։ Կմիանանք միասին անցնենք, հա։ Ճանապարհը Ինչքան վախով պիտի անցնենք այս ճանապարհը։ Շատ հեռվից գալիս եմ ու անցնում եմ ճանապարհը, հետ գալուց է իջնում եմ ստեղ, կանգնում եմ, այնքան կարող է կես ժամ, մի ժամ, մի բարի մարդ գա, բարձրացնի վերև։ Ինչքան պետք է սենցա պայքարենք, որ մի քիչ ժողովրդի մասին պիտի մտածեն։ Ձեր կյանքը ավելի լավը չի դարձել։ Նիկոլ Փաշինյանն ասում է ավելի լավներ, քան նախ։ Ինչով է դարձել։ շուռ եկեք նայեք։ Եթե հիմա մենք ստեղ հավաքվել ենք, ես վատ առողջ վիճակի չեմ նույնիսկ կանգնելու, բայց կանգնել եմ, պայքարենք ավտոբուսի համար։ Դրա, հա, թող ժողովրդին օգնի, ավելի բարելավի։ Շոկ, նստել չի լինում այդ գազելի մեջ, այսքան պատուհան է։ Օդ չկա շնչելու, միջանցքի այսքան նեղ, հետևի իջնողը պետք է բոլորը իջնեն, որ հետևից ճանապարհ մարդիկ իջնելու։ Դաժե այն առաջվա գազելները ավելի լավ են, քան այս մուլտիտրանսի գազելները։ Մենք մեր ավտոբուսն ենք ուզում, ուրիշ ավել բան չենք ուզում պարոն Փաշինյանից։ Մեր ավտոբուսը։ Այն ժամանակ կարծես թե բաներ, մարզ չէր, որ բարձրանում էր։ Հիմա ինչի են փոխել, համարեցին սա մարզ, նա Երևան ու չեն տրամադրում։ Նախ այդ մուլտիտրանսի տրանսպորտները աշխատում են շատ ուշ, 20 րոպե, 25 րոպեն մեկ։ Ու իրանք պետք է 3-4 րոպեն մեկ շարժվեին։ Եթե այն ժամանակ 37 րոպեն մեկ չէր հասցնում այդ ժողովրդին տեղափոխել, այս ո՞նց են իրանք հասցնելու։ Մենք մեր խնդրակ պահանջն է, որ բարձրանա վերեցին ավտոբուսը մցրին, ժողովրդին սովորեցրին այդ զարգացրին։ Ճիշտ է, ավտոբուսով մարդիկ նորմալ հարմարավետ տեղաշարժվում էին, հա, կոնդիցիոները աշխատում էր նորմալ սաղ գոհ էին ու ասենք ձմեռը տակ, ամառը հով տեղաշարժում էին, հիմի ասենք 21-րդ դարում աբսուրդ է։ Բերին զարգացրին, հետո հետ են նահանջում։ Չի կարելի, չէ՞ այդպես բան։ Աբսուրդ է էսի պրոստե։ Ֆիզիկայի կանգառում ժամը